Ողջույն բոլորին։ Այսօր ձեր ուշադրությանն ենք ներկայացնելու 2025 թվականի հունիս ամսվա ամենավտանգավոր 4 օրերը եւ այսպիսով որ օրերին դուք պետք է զգուշանաք։ Ամսվա վտանգավոր օրերը ոչ մի տեղից չեն գալիս։ Աստղաբանները եւ բիոէներգիայի ոլորտի մասնագետները պատմել են, թե հունիսի որ օրերն են վտանգավոր լինելու, ինչու եւ ինչպես ապրել դրանք նվազագույնի հասցնելով խնդիրների հավանականության կողմից։ Եվ այսպիսով հունիսի 4 Մերկուրին Ուրանի հետ աշխատանքի, հաղորդակցության եւ ֆինանսական գործունեության համար չափազանց վտանգավոր օր է։ Մերկուրին պատասխանատու է բիզնեսի եւ հաղորդակցության ոլորտների համար։ Իսկ Ուրանը հրահրում է անկանխատեսելի իրադարձությունների առաջացում։ Այս դեպքում անկանխատեսելի իրադարձություններն առաջին հերթին կապված կլինեն ֆինանսական հատվածի հետ։ Ուրանը կարող է ստիպել ձեզ հանկարծակի կորցնել արագ, ճիշտ որոշումներ կայացնելու ունակությունը։ Ավելի լավ է այս օրը մտածված քայլեր ձեռնարկեք ձեր գլխին խնդիրներ չբերելու համար։ Ոչ ոքի փող մի տվեք եւ ինքներդ պարտքի տակ մի ընկեք, այլապես կարող եք ձեր գլխին անախորժություններ բերել։ Հունիսի 17 Սատուրնի հետադիմական փուլի սկիզբ։ Սատուրնը հետադիմական կլինի հունիսի 17-ից նոյեմբերի 3-ը։ Սա կլինի մանիպուլյացիայի եւ թունավորության ժամանակաշրջան։ Հունիսի 17-ին մոլորակի նման ազդեցությունը շատ նկատելի կլինի եւ անմիջապես։ Այս օրը հնարավոր է դավաճանություն եւ սիրո մեջ աննորմալ մեծ թվով մանր անախորժություններ։ Կյանքի մյուս ոլորտները նույնպես կտուժեն, հնարավոր են պլանների խափանումներ, անբացատրելի վախերի եւ նպատակների ճանապարհին խոչընդոտներ։ Զգույշ եղեք այս դժվարին եւ շատ անկանխատեսելի օրը։ Հունիսի 27 Մերկուրին մտնում է Խեցգետին։ 27-ին Մերկուրին կտեղափոխվի Խեցգետնի ծայրահեղ անբարենպաստ նշան։ Ջրի տարի էներգիան զգալիորեն կվատթարացնի մոլորակի տրամադրությունը։ Օրը շատ անհարմար կլինի ճանապարհորդելու, միջավայրը փոխելու, շփվելու համար։ Ձեր կյանքը լրջորեն կփոխվի դեպի վատը, եթե թույլ տաք ինքներդ ձեզ բարբարել սիրելիների հասցեին, ինչպես նաեւ վտանգել ձեր հեղինակությունը աշխատանքային թիմում։ Հունիսի 30 Նեպտունի հետադիմական փուլի սկիզբ։ Երկրորդ մոլորակը, որը հունիսին կսկսի իր հետընթաց շարժումը, Նեպտունն է։ Սա զգացմունքների եւ զգացմունքների տեղաթարապի հովանավորն է, ուստի հունիսի 30-ին կարող եք ակնկալել տրամադրության անհասկանալի ուժեղ փոփոխություններ։ Խնդիրների մեծ մասը մեզ մոտ կգա բառացիորեն ոչ մի տեղից։ Մեզանից շատերը կխաթարվեն անցյալի նկատմամբ բացասական կարոտով։ Հնարավոր է, որ մեզանից շատերը զգան վատ մտքերի, վախերի եւ վատ սովորությունների վերադարձ։ Սա կզգացվի մի քանի օր անընդմեջ, բայց ամենից շատ պետք է զգույշ լինեք ձեր ցանկությունների նկատմամբ հունիսի 30-ին։ Դե ինչ, մեզանից մնում էր ձեզ զգուշացնել հունիս ամսվա վտանգավոր օրերի մասին, այնպես որ արդեն իսկ դուք տեղեկացված եք եւ կարող եք ճիշտ պլանավորել ձեր օրը այս օրերին։ Շնորհակալություն ուշադրության համար։ Շարժվելով առաջ ձեր ուշադրությանը կներկայացնենք կենդանակերպի 5 նշանների, որոնց խոսքերը միշտ իրականանում են։ Երբևէ հանդիպել եք մեկին, ում խոսքերը կարծես թե ձևավորում են իրականություն։ Այն մարդիկ, ովքեր ասում են կտեսնես, դա կլինի եւ հետո ինչպես կախարդանք դա տեղի է ունենում, նրանք ասես իրադարձությունները կանխատեսելու կամ նույնիսկ երևակայելու թաքնված ունակություն ունեն։ Աստղաբանությունը ասում է, որ կենդանակերպի որոշ նշաններ ավելի հավանական է, որ այս շնորհը ունենան։ Անկախ նրանից, թե դա նրանց բուռն ինտուիցիան է, թաքնված օրինաչափությունները նկատելու կարողությունը կամ բացահայտ նպատակասլացությունը, այս 5 նշաններն ունեն իրենց խոսքերը գործի դնելու արտասովոր ունակություն։ Նրանք կարող են ոգեշնչել, զգուշացնել կամ նույնիսկ ձևավորել ապագա։ Եկեք ծանոթանանք այս բառերի կախարդների բնավորության զարմանալի գծերին։ Կարիճներ։ Կարիճներին հաճախ սխալ են հասկանում, բայց մի բան հաստատ է՝ նրանց ինտուիցիան ածելիի պես սուր է։ Այս մարդիկ ուշադրության վարպետներ են, որոնք կարող են զարմանալի պարզությամբ տեսնել մարդկանց եւ իրավիճակները։ Նրանք կարող են պատահաբար մեկնաբանել։ Ես այնպիսի զգացում ունեմ, որ դա տեղի է ունենալու։ Հետևանքները կանխատեսելու նրանց կարողությունը բխում է մարդկային էության խոր ըմբռնումից։ Կարիճները բնական դետեկտիվներ են, որոնք միասին հավաքում են նուրբ նշանները, որոնք ուրիշները բաց են թողնում։ Այս հմտության շնորհիվ նրանք գրեթե մարգարեներ են թվում, բայց զգույշ եղեք, նրանց ազնվությունը կարող է վնասել։ Զարմանալի չէ, որ կարիճներին հաճախ նկարագրում են որպես ուժեղ
և խորհրդավոր։ Նրանց խոսքերին չի կարելի անլուրջ վերաբերվել, թերևս դա է պատճառը, որ շատ մարդիկ նրանց հանդեպ ակնածանքի և վախի խառնուրդ են զգում։ Աղեղնավոր։ Աղեղնավորը արկածախնդիր է, բայց թույլ մի տվեք, որ նրանց ազատամիտ էությունը ձեզ հիմարացնի։ Նրանք աներևակայորեն կապված են իրականության հետ։ Աղեղնավորները լավատեսության և գործնականության յուրահատուկ համադրություն ունեն։ Երբ ասում են, որ ինչ-որ բան տեղի կունենա, դա հազվադեպ է հիմնված ֆանտազիայի վրա, ընդհակառակը դա հաստատվում է փաստերով, տրամաբանությամբ և փորձով։ Աղեղնավորները մյուսներից տարբերվում են գործերը վերջին հասցնելու կարողությամբ։ Եթե բան են խոստացել, վստահ եղեք, որ կկատարեն այն։ Հենց այս հուսալիության պատճառով է, որ նրանց խոսքերը հաճախ կշիռ են ունենում։ Աղեղնավորները նաև միտումների և օրինաչափությունների խորը զգացողություն ունեն, ինչը նրանց օգնում է կանխատեսել արդյունքներ, որոնք ուրիշները կարող են չնկատել։ Զարմանալի չէ, որ նրանց վստահությունն իրենց կանխատեսումների նկատմամբ հաճախ հանգեցնում է նրան, որ նրանք ճիշտ են դուրս գալիս։ Կույս։ Կույսերը բացարձակ ռեալիստներ են։ Հայտնի լինելով իրենց բծախնդրությամբ, նրանք չմտածված հայտարարություններ չեն անում։ Եթե կույսը ինչ-որ բան է ասում, կարող եք վստահ լինել, որ դա հիմնավորվում է ուշադիր դիտարկմամբ և վերլուծությամբ։ Նրանք տեսնում են մանրամասներ, որոնք ուրիշները բաց են թողնում, ինչը թույլ է տալիս նրանց կանխատեսել արդյունքները զարմանալի ճշգրտությամբ։ Կույսերը գրեթե արտասովոր կարողություն ունեն զգալու, երբ ինչ-որ բան այն չէ։ Նրանց նուրբ բնածները հաճախ զգուշացնում են նրանց վտանգի կամ խնդիրների մասին, նախքան դրանք առաջանալը։ Սա ստիպում է նրանց կանխատեսումներին մարգարեական թվալ, թեև իրականում դա տրամաբանության և ինտուիցիայի համադրություն է։ Կույսի խոսքերը հազվադեպ են անլուրջ, նրանք չեն խոսում, քանի դեռ համոզված չեն, թե ինչ են ասում։ Այսպիսով, երբ նրանք խորհուրդներ են տալիս կամ կիսվում իրենց մտքերով, ուշադիր լսեք։ Այդ ամենը կարող է ձեզ շատ պետք գալ։ Ձկներ։ Ձկները կարող են հանգիստ և զուսպ թվալ, բայց թույլ մի տվեք, որ նրանց նուրբ պահվածքը ձեզ մոլորեցնի։ Նրանք ապագան գուշակելու անսովոր ունակություն ունեն։ Այս երասկոտ ջրային նշանը սերտորեն կապված է ինտուիցիայի և զգացմունքների հետ, որոնք հաճախ տանում են նրանց ապշեցուցիչ ճշգրիտ եզրակացությունների։ Երբեմն նրանց կանխատեսումները գալիս են պատահական մեկնաբանությունների տեսքով, իսկ երբեմն էլ վառ երազների միջոցով, որոնք կարծես հաղորդագրություններ են այլ աշխարհից։ Ձկները հայտնի են իրենց խորը երևակայությամբ և զգայունությամբ, ինչը թույլ է տալիս որսալ իրենց շրջապատող նուրբ էներգիաները։ Այծեղչյուր։ Ունենալով մեծ կարգապահություն և գործնական միտք, այծեղչյուրները ոչ միայն կանխատեսում են ապագան, այլև ձևավորում են այն։ Երբ այծեղչյուրն ասում է, որ ինչ-որ բան տեղի կունենա, դա սովորաբար նշանակում է, որ նա արդեն գծել է այն քայլերը, որոնք կհանգեցնեն դրան։ Այս երկրային նշանը հայտնի է իր ուժեղ ինտուիցիայով և ռազմավարական մտածողությամբ։ Այծեղչյուրները կերպարների և իրավիճակների հիանալի դատողներ են, հաճախ հստակ գիտեն, թե ինչ և երբ սպասել։ Պատահական չէ, որ նրանց խոսքերը հաճախ կրում են մարգարեության ծանրություն։ Նրանք մեծ ջանքեր են գործադրում համոզվելու համար, որ ճիշտ են։ Դե ինչ այսօրվա համար պատրաստել էինք այսքանը, շնորհակալություն ուշադրության համար, իսկ դուք չեք մոռանում բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին առաջիկայում սպասվող ավելի հետաքրքիր տեսանյութերը բաց չթողնելու համար։